Կառավարության կողմից ազգային ժողով ներկայացված եւ արտահերթ նիստի ձևաչափով քննարկված կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը ձայների մեծամասնությամբ ընդունվեց, համաձայն որի կասեցվեց դեմ եմ նախաձեռնության անդամների 5 կետից բաղկացած պահանջագրի միայն մի կետը համապատասխան իրավական ակտով կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, այսինքն գործատուները այժմ չեն տուգանվելու իրենց աշխատակիցների աշխատավարձերից պարտադիր պահումներ չկատարելու համար, սակայն դեմ եմ նախաձեռնության անդամները սա համարում են փոքրիկ ձեռքբերում, այլ ոչ թե հաղթանակ, շեշտելով, որ կառավարությունը դիմեց այս քայլին միայն հանրային ճնշման ներքո, չունենալով այլ ընտրանք, ինչպես նաև զանգվածային բողոքի ակցիաները զսպելու համար, բայց այժմ էլ հակասություններ են ծագել պարտադիր բաղադրիչից հրաժարվել չհրաժարվելու համար դիմում գրելու գործընթացում։ Մեր պահանջով դիմում պետք է գրեր ոչ թե նա, ով որ չի ցանկանում միանալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, այլ նա, ով որ ցանկանում է միանալ։ Ինչու՞, որովհետև տրամաբանական չէ գրել դիմում եւ հայտնել քո կամքը, որ քեզանից քո սեփականությունը քո կամքին հակառակ չոտարեն։ Այսինքն այստեղ սկզբունքային հարց ունենք մենք։ Եթե գրում ես, քո աշխատավարձից պահում չի արվում, բայց պետությունն իր մասնաբաժին է, այն 5%-ը, որը պետությունն էր քեզ համար տալիս, միևնույնն է քեզ համար փոխանցում է անկախ նրանից, որ դու քո աշխատավարձից այդ փոխանցումը չես կատարում։ Սա մինչև սեպտեմբերի 30-ը շատ պայմանական ասված է, մինչև նոր օրենքը, որը պիտի գա փոխարինելու այս հակասահմանական նորմերով լի օրենքին։ Փաստացի են մարդիկ, ովքեր ինքնաշխատ մեխանիզմներով ընկել են այս ծուղակի մեջ, կշարունակեն այդ մարդկանց թիվը կշարունակի աճել, բնականաբար, քանի որ կստիպեն, գործատուներն կստիպեն ամեն դեպքում։ Եվ կստացի, որ այդ թիվը ինքնաշխատ մեխանիզմներով ծուղակի մեջ հայտնված մարդկանց թիվը կավելանա։ Այն մարդիկ, ովքեր արդեն փոխանցել են եւ չեն ցանկանում շարունակել, իրենց կամքից հակառակ է պահվել, փաստացի, եւ չեն շարունակում մուծումներ անել, նրանց գումարները պետք է վերադարձվի եւ արդեն նոր օրենքի շրջանակներում պարզ կլինի, թե նրանք կուզենան մասնակցեն, թե չեն ուզենա մասնակցեն։ Դեմ եմ նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը մեծ զրույցում նշում է, որ կուտակայինի վերաբերյալ այս տեսքով օրենքի դրական միակ կողմը այն է, որ կամարտահայտման ինչ որ ձև ամեն դեպքում տրված է, սակայն պահանջներ կան, որ բավարարված չեն։ Պետական դիրքից ելնելով փոխանցումներ կատարելը նրա խոսքերով քաղաքացիների համար մտահոգիչ է, իսկ դեմ եմ թիմի մեկ այլ անդամ Մանե Թանդիլյանը հատկապես շեշտում է, որ մասնավորապես չի դադարեցվում ֆոնդերի եւ ֆոնդերի կառավարիչների ընտրության գործողությունը, քանի որ պետությունը պետբյուջեից քաղաքացիների համար նախատեսված մասնաբաժիններից կատարում է կուտակային վճարումներ, որի հետևանքով քաղաքացիները ակամայից դառնում են այդ համակարգի մասնակից։ Պետական հատկապես հիմնարկներում եւ այն հիմնարկներում, որտեղ կառավարությունը եւ իշխանավորները հզոր լծակներ ունեն, այն է հարկային տեսչության միջոցով պարտադրելու, որպեսզի այդ հարկացումները կատարվեն, ինչն իր հերթին ստիպելու է, որ գործատուները չընդունեն դիմումները աշխատակիցներից։ Այս մի քանի վտանգները մենք տեսնում ենք այս նախագծի հետ կապված։ Ճնշումների ներքո մի շարք մարդիկ հետ են վերցել դիմումները եւ տվյալ անձին կոնկրետ սպառնում են աշխատանքից զրկելու կամ նրա պաշտոնը իջեցնելու հետ։ Այսինքն ճնշումները այսօր էլ կան, ակնհայտ է կան եւ ով է տվել երաշխիք, որ չի լինելու հետո։ Այս ամեն ինչը աչքի առաջ ունենալով, դրանից առաջ էլ դեպքեր, մետրոյի դեպքը եւ այլն, մենք գիտենք, որ մեր երկրում դա նորություն չէ եւ ցավոք գործող մշակույթ է, ճնշումների մշակույթը, դրա համար ես որպես քաղաքացի որևէ երաշխիք չունեմ, որ ճնշումները չեն լինելու, որ դիմումներ չգրվեն։ Կար հստակ պահանջ 5 կետանոց, որը մենք վարչապետին հանձնեցինք մեր երբ որ հանդիպեցինք Բաղրամյան 26-ում, նա պատրաստակամություն հայտնեց այդ բոլոր հարցերին, այդ խնդիրներին լուծում տալ եւ շատերը նույնիսկ հավատում էին, որ ինչ-որ մի բան կստացվի, բայց եղավ այսպես 3-ի ինչ-որ բան, այնքան որ բավարար մի փոքր մի քայլ կատարեցին։ Սա ուղղակի ժամանակավոր հետքայլ է, նոր կառավարությունը ուզում է ուղղակի վստահության ինչ-որ պատրանք ստեղծել, հա, մի մթնոլորտ ստեղծել, ժամանակ շահել, այսպես ասենք։ Օրենքի լրամշակված տարբերակի մեջ առկա ռիսկային օղակների մասին պարզաբանում է տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը։ Մի որոշ ժամանակ անց օրենքում փոփոխություններ կանեն կամ այլ օրենքներում փոփոխություն կանեն եւ կմտցնեն մի լրացուցիչ հարկ, որով այդ գումարը իրենք կվերցնեն։ Իրենց հետաքրքրում է այդ գումարը։
Դեմեմ նախաձեռնության անդամները շեշտում են, որ այս կերպ կառավարությունը թիրախ է դարձրել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր աշխատում են պետական կազմակերպություններում, այն առումով, որ համապատասխան դիմումը գրելիս աշխատանքը կորցնելու մտավախություն է առաջանում, ուստի հարկ են համարում հիշեցնել կառավարությանը եւ միաժամանակ հորդորել վերջինիս գտնվել խելամիտ եւ չկրկնել նախորդ կառավարության գործելավոճն ու թույլ տված սխալները, չգործել ի հակառակ ժողովրդի կամքի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի որոշման, քանզի իրենց կողմից առաջ քաշված ըստ իրենց իրավական պահանջները պետք է կատարվեն ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ։ Հակառակ դեպքում նշված պահանջների բավարարման ուշացումը հանգեցնելու է հանրային ընդվզման նոր եւ առավել ուժեղ ալիքի, խորացնելով կառավարության հանդեպ անվստահության, առանց այն էլ ծայրաստիճան բարձր մակարդակը, որը կշարունակվի դեռևս այնքան ժամանակ, քանի դեռ ամրագրված բոլոր հարցերը չեն ստացել իրենց լուծումները։ Դիանա Դավթյան, Մարտուն Գրիգորյան, Gala News։